Ահա, վերադարձանք տաղավար։ Արամ Խաչատրյանի մասին տեսանյութը դիտեցինք, եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ այսօր մեծ կոմպոզիտորի ծննդյան օրն է եւ նրա դիրիժորական փայտիկի մոգությամբ էլ շարունակում ենք եթերը, որովհետեւ խոսելու ենք Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի մասին, որը մեկնարկում է այսօր եւ մեր հյուրը եկել է արդեն տաղավար, որպեսզի մանրամասն հասկանանք, թե ինչքան է տևելու, ինչ է տեղի ունենալու եւ որ մասնագիտությամբ այս տարի։ Սիրով, ու իդեպ գերազգույն պատական չմեջ բերեց դիրիժորության փայտիկը, մենք դեռ առիթներ ունենք դրա մասին խոսելու։ Ես էլ սիրով ներկայացնեմ մեր հյուրին, ով արդեն տաղավարում է։ Մեր տաղավարում Մարտին Թովմասյանն է, Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամի տնօրեն։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ նորից մեր տաղավարում տեսնել։ Ես շնորհավորում ենք։ Այո, շնորհավորում ենք թե ձեզ, թե մեզ այս կարևոր օրվա կապակցությամբ։ Կարծում եմ ոչ միայն ծննդյան օրն է մեծ են կոմպոզիտորի, այլ նաև մեր բոլորիս համար մեծ տոն է այսօր, որ մեր ազգում ունենք Արամ Խաչատրյան, ազգի ներկայացուցիչ ունենք Արամ Խաչատրյան անուն ազգանով։ Անդրադառնանք արդեն մրցույթին, այս տարի ամեն տարի մենք գիտենք, որ տարբեր մասնագիտություններ են այսպես ընդգրկվում, ու այս տարի դիրիժորությունն է։ Այո, ես եւս շնորհավորում եմ բոլորիս Արամ Խաչատրյանի տարեդարձի արդիվ եւ իսկապես այսօրը հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության համար մեր օրացույցում կարևոր տոնական օր է եւ ուրախ եմ, որ Երևանը այսօր լցված է նաեւ տոնական մի շարք միջոցառումներով, բացի Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությամբ, որը արդեն 21-րդ անգամ 21 տարի անընդմեջ մեկնարկում եւ հաջողությամբ անցկացնում ենք մայրաքաղաք Երևանում։ Եվ անդրադառնալով մրցույթին նշեմ, որ ինչպես նշեցիք դուք արդեն այս տարի անցկացնում ենք դիրիժորության մասնագիտական կարգում եւ ուրախություն մեզ այս տարի ունենք մեծ թվով դիմորդներ։ Նույնիսկ միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի մեր գործընկերների հետ եւ քննարկում ենք ինչ ընթացք ունի, քանի որ մենք բարբերաբար հանդիպում ենք լինելով ֆեդերացիայի իրավանդամ, երբ նշում ենք քանի դիմորդ ունենք, բոլորը իսկապես իհարկե դրականորեն ոգևորված էին եւ քանիսն են նրանք 250-ից ավել դիմորդներ են ունեցել, իսկ մենք գիտենք, որ դիրիժորական մրցույթներ համեմատ մյուս մասնագիտական կարգերի այդքան էլ շատ չեն աշխարհում։ Եվ սա կարևոր իրադարձություն է, քանի որ ինչպես մայստրո Սերգեյ Սմբատյանն է նշում, ես այս տարի անընդհատ ցիտում եմ մայստրոին, Արամ Խաչատրյանը մեր հերոսն է եւ ուրախ ենք, որ մեր ազգային հերոսին Արամ Խաչատրյանին ճանաչում են աշխարհի բոլոր երկրներում եւ ինչպես գիտեք մենք Չինաստանում եւս ունենք Խաչատրյանի անունը կրող մրցույթ եւ աշխարհի տարբեր երկրներում հիմնադրամը փորձում է իրականացնել տարբեր միջոցառումներ նվիրված Արամ Խաչատրյանին եւ շատ ենք ուրախանում, երբ որ օտարերկրյա քաղաքացիներ մոտենում են, պատմում են Խաչատրյանի կենսագրությունը եւ Իդեպ Ասիայի այդ թեվը մի տեսակ ավելի այլ կերպ է ընկալում Խաչատրյան, թե ճապոնացիները, թե չինացիները նկատի ունեմ, առիթներ եղել են, որ նրանք իրոք գրեթե մեզ մոտ են ընկալում Արամ Խաչատրյանին, շատ այսպես հատուկ վերաբերմունք ունեն։ Դուք շատ ճիշտ նշեցիք, որովհետև դիրիժորության մրցույթները այո աշխարհում այդքան էլ հաճախ չեն հանդիպում, բայց մեր միջազգային մրցույթին դիմել են 250-ից ավել մասնակից։ Եվ նրանցից ես իշխանով գիտեմ առաջին փուլ որպես հասկացողություն դիմում են հետո հատուկ ժյուրիի կողմից նաև ընտրվում մարդիկ եւ նրանցից ընտրվել են 18 հոգի։ Այո, քանի որ մրցույթը չի տեղի ունենում միայն հունիսի 6-ից 12-ը կամ 13-ը կախված մասնագիտական կարգից, դա ամբողջ տարի կազմակերպվող իրադարձություն է։ Մրցույթի նախընտրական փուլ ունենք նախընտրական փուլի հատուկ ժյուրի անդամներ, որը տարբերվում է հիմնական ժյուրի անդամներից շատ ժամանակ եւ արդեն ընտրվելով ինչի են ընտրում 18 մասնակիցներ, քանի որ նրանք հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը իդեպ մրցույթի պաշտոնական նվագախումբն է, ժամանակային առումով 18 մասնակիցները կարողանում են հանդես գալ, քանի որ առավոտյան տեղի ունենում փորձերը եւ արդեն երեկոյան լսումներ են։ Իդեպ անդրադառնալով ձեր նախորդ հարցին, մրցույթը մեկնարկում ենք հունիսի 6-ին պաշտոնական
դիժորական բացման հանդիսավոր արարողությամբ եւ բացման համերգով, ապա մրցութային փուլերը ամսի 7-ից մինչեւ 11-ը կկայանան, առաջին եւ երկրորդ փուլերը եւ այնուհետեւ հունիսի 12-ին գալա համերգով եւ մենք միևնույն է անդրադառնալու ենք թե այսօրվա բացման արարողակարգին եւ թե գալահամերգին եւ իհարկե այն ամենը ինչ հնչելու է մրցույթի ժամանակ եւ գալահամերգին, բայց խոսենք նաեւ ժյուրիի անդամների մասին, ինչպես եւ ովքեր են ընտրվել ժյուրիի կազմում եւ ով է նախագահում։ Խոսելով ընդհանրապես ժյուրիի դերակատարության մասին միջազգային մրցույթներում ունենք երկու կարևոր դերակատարներ, մասնակիցներ եւ ժյուրիի անդամներ։ Ժյուրիի անդամները ընտրվում են հատուկ ուշադրությամբ, այս տարի ընտրել ենք հիմնական դիրիժորների, քանի որ դիրիժորական կարգում է անցնում մրցույթը, ունենք դիրիժորներ Սինգապուրը ներկայացնող Դարը Լանգը, Չինաստանը եւ Գերմանիան ներկայացնող Մայստրա Նիֆանը, Ջորջ Փեհլիվանյանը, մեր հայազգի Վահագ Պապյանը, Պյոտր Սուլկովսկին Լեհաստանից եւ Ռուբեն Ջեյսը Իտալիայից։ Մոտավորապես քանի հոգի։ 6 հոգի։ Չհասցրեցի ես աշխարհ։ Եվ ով է նախագահում։ Նախագահության հատվածը մենք ունենք պատվավոր նախագահ, որը Վասիլի Զինայսկին կլինի եւ արդեն այսօր կընտրվի մեր 6 մասնակիցներից, 6 ժյուրիներից ռոտացիոն կարգով ով կնախագահի մրցույթը։ Եվ խոսենք նաեւ մրցույթի ընթացքում ինչ պետք է կատարեն մասնակիցները։ Պարզ է, որ Արամ Խաչատրյանը լինելու է առանց քննարկման, բայց արդյոք լինելու են այլ ստեղծագործությունների հնարավորություններ եւս։ Մրցույթին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կկատարեն, բայց ունենք նաև ժամանակակից կոմպոզիտորներից գործեր, որ մասնակիցները կկատարեն, եւ այս տարի որպես ժամանակակից կոմպոզիտոր ընտրվել է Շիշտոֆ Բենդերեցկու ստեղծագործությունները, որը կկատարեն մրցույթի մասնակիցները։ Այսինքն մեկական ստեղծագործություններ պետք է նրանք կատարեն։ Հստակ ունեն յուրաքանչյուր ծրագիր եւ արդեն առաջին փուլը հաղթահարած մասնակիցները դրանից հետո ընտրում են երկրորդ փուլի ծրագիրը եւ սա բավականին առաջին փուլի համար ինչ է պետք։ Հետաքրքիր է, էլի վաղակողա դիմելու համար կան հստակ չափորոշիչներ, նախ որպեսզի դիմեն մրցույթին, կա տարիքային շեմ եւ գեղարվեստական հատուկ ծրագիր, յուրաքանչյուր տարի գեղարվեստական թիմը, մրցույթի գեղարվեստական խորհուրդը ընտրում է հատուկ ծրագիր եւ ըստ ծրագրի նրանք ծրագրի անցկացվում է արդեն առաջին փուլը, հետո երկրորդ փուլը եւ արդեն ֆինալ։ Այո, բայց դե երկրորդ փուլն է արդեն ամփոփիչ փուլը։ Դիրիժորական մրցույթը անցնում է երկու փուլով, բայց այլ մասնագիտական կարգերը նույն դաշնամուր, թավջութակ ունենք 3 փուլեր։ Եվ իհարկե մեր մասնակցությունը ինչպես կարող է լինել հանդիսատեսինը, պարզը բացման արարողություն եւ գալահամերգ հնարավորություն կլինի գալ եւ ունկնդրել, իսկ մրցույթի մյուս փուլերին արդյոք հանդիսատեսը կարող է ներկա գտնվել։ Շատ կարևոր հարցի անդրադարձակ եւ մենք նաեւ պարտավոր ենք դրա մասին որպես հիմնադրամ հայտարարենք տարբեր առիթներ օգտագործելով մրցութային բոլոր փուլերը բաց են հանդիսատեսի համար։ Եվ սա շատ կարևոր նաև հնարավորություն է ունկնդրել նվագախմբին, ունկնդրել երիտասարդ տաղանդավոր դիրիժորներին, որի համար տոմսեր ձեռք բերելու կարիք չկա։ Միայն բացման եւ փակման համերգի համար պետք է ձեռք բերեն տոմսեր։ Միայն բացման եւ փակման։ Այո, հրավիրատոմսերով եւ բացման համար հատուկ հյուրեր ունենք։ Այո, հատուկ հյուրեր ունենք Չինաստանից, Եվրոպական փառատոնային ասոցիացիայից հյուրեր, ովքեր եւս ներկա կգտնվեն եւ ունենք Ասիայից ունենք հյուրեր, ովքեր կհետևեն մրցույթը, քանի որ իր ավանդույթների մեջ ունի հատուկ հյուրերի նաեւ պատվավոր տեղը, մենք ամեն տարի հրավիրում ենք հատուկ հյուրերի, ովքեր ուշով հետևում են մրցույթի ընթացքին եւ նրանցից շատերը առաջին անգամ են գտնվում Հայաստանում եւ սա մեր մշակութային դիվանագիտության առաքելության մի մասն է ներկայացնել մեր կոմպոզիտորին, ներկայացնել մեր մշակութային ժառանգությունը։ Եվ իհարկե ինչ մրցանակ է սպասվում հաղթողին։ Առաջին մրցանակը կունենանք առաջին մրցանակակիր ի տարբերություն մյուս անվանակարգերի, մյուս մասնագիտական կարգերի, առաջին մրցանակ կստանա 10,000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ, կլինեն հատուկ մրցանակներ եւ արդեն մյուս երկրորդ փուլ անցած դափնեկիները կստանան դափնեկրի
դափնեկրի վկայականներ։ Դիրիժորական փայտիկով սկսեցինք եւ ավարտենք հենց այդպես։ Մրցանակից խոսենք։ Այս տարի մենք ամեն տարի փորձում ենք դիմենք տարբեր կազմակերպություններին, որպեսզի կանգնեն մեր կողքին որպես աջակիցներ, որպես հովանավորներ եւ դիմելով մի աշխարհարչակ ընկերության, որոնք գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ովքեր պատրաստում են դիրիժորական փայտիկների կրկնօրինակները աշխարհի ամենահայտնի կոմպոզիտորների եւ երբ որ մենք դիմեցինք Արամ Խաչատրյանի փայտիկի կրկնօրինակը պատրաստելու առաջարկով, նրանք շատ ողջևորվեցին եւ անմիջապես դրական արձագանք ստացանք եւ իհարկե մենք դիմեցինք մեր սիրելի գործընկերներին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ղեկավարությանը, որտեղ էլ պահվում է Արամ Խաչատրյանի փայտիկի բնօրինակը եւ բոլոր պարամետրերն ուղարկեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ արդեն ունենք այդ 3 փայտիկի կրկնօրինակներ, որոնցից մեկը կհանձնենք պահպանության Արամ Խաչատրյան տուն-թանգարանի, մեկը կպահենք Արամ Խաչատրյան հիմնադրամում եւ երրորդը կհանձնենք առաջին մրցանակակրին, ով ի դեպ հունիսի 12-ին կղեկավարի Արամ Խաչատրյանի փայտիկի բնօրինակով։ Հրաշալի, եւ կարծես թե այդ տուփն էլ որ ուղարկել են անակնկալ էր եղել, որ հայ վարպետ էր պատրաստել։ Հայ վարպետ էր պատրաստել, դա եւս անակնկալ էր։ Իդեպ անդրադառնալով մեր հայերին տարբեր տեղեր ելույթներ ունենալով, թե նվագախմբների կողմից, թե հիմնադրամի տարբեր իրականացած միջոցառումներից, բարբերաբար հանդիպում ենք շատ տաղանդավոր հայերի, ովքեր մեզ բարբերաբար նման անակնկալներ են մատուցում։ Շատ գեղեցիկ եւ սիմվոլիկ ավարտով ամփոփելով ասենք, որ հաջողություն ենք մաղթում եւ միշտ սպասում ենք այս կարևոր իրադարձություններին, որը կոչված է Արամ Խաչատրյանի երաժշտությունը հանրահռչակելու, տարածելու եւ միշտ լսելի պահելու։ Անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ եւ մեր մասնակիցներին նույնպես հաջողություն, որպեսզի նրանք հաջող ելույթներ ունենան։ Ձեզ լավ օրվա շարունակություն եմ մաղթում։ Իսկ այս պահին էլ անպայման պետք է վայելենք Արամ Խաչատրյանի ստեղծագործությունից մեկը։ Վայելենք ու կվերադառնանք շարունակենք։